Ողջունում եմ ձեզ, ողջունում եմ սիրելի խաղաշփվածիներ։ Ես չափազանց տպավորված եւ ուրախ եմ այն ջերմությամբ եւ այն հրաշալի մթնոլորտով, որը որ դուք ապահովում եք այսօր այս դահլիճում։ Եվ այս մթնոլորտը եւ այս էներգետիկան արդեն իսկ ապացուցում են, որ մեզ սպասվում է հաղթանակ առաջիկա ընտրություններում։ Նվիաթերթիկ համար Սիրելի վաղարշապացիներ, ձեզ տեսնելով հնարավոր չի չկարոտել հանրահավաքները եւ հանրահավաքային էներգետիկան եւ քանի որ մեզ առաջիկայում սպասվում են թիմ վաղարշապատի եւ հետո համապետական ընտրություններ, մենք հիմա ամբողջությամբ մտել ենք արդեն այս լավ տրամադրության մեջ։ Ես չեմ խոսի քաղաքային թեմաների մասին, որովհետև եւ պարոն Մեխակյանը, եւ պարոն Խուդացյանը, եւ պարոն Մարզպետը բոլորը այդ մասին կխոսեն։ Ես մի փոքր ավելի քաղաքական թեմաներից կխոսեմ, բայց նախ ուզում եմ ասել, որ ես պարոն Մեխակյանին ճանաչում եմ 2018 թվականից, երբ որ մենք երկուսով հանդիսանում էինք Իմ քայլը խմբակցության падգամավորներ, եւ չնայած որպես падգամավոր մենք 2 տարի հասցրեցինք աշխատել, մի քիչ ավելի շատ աշխատել միասին, բայց այդ 2 տարիների ընթացքում մենք միասին հասցրեցինք անցնել շատ կարևորագույն հանգրվաններով եւ դժվար փորձությունների միջով։ Կովիդ, հետո պատերազմ, հետո պատերազմի ծանր հետևանքներ, հետո հետպատերազմյան շրջան, եւ հետո պարոն Մեխակյանը իր առաքելությունը արդեն շարունակեց մարզում։ Բայց այդ ամբողջ ընթացքում ինձ մշտապես հիացրել է Արգիշտի Մեխակյանի ծայրահեղ մարդկային պարկեշտությունը։ Եվ ես համոզվել եմ այս տարիների ընթացքում, որ չի կարող որևէ կարգավիճակում, որևէ մասշտաբի ղեկավար պաշտոնյա լինել լավ ղեկավար չլինելով պարկեշտ մարդ։ Ուղղակի հնարավոր չի։ Եվ այդ պարկեշտությունը չափազանց կարևոր արժեք է, որի վրա խարսխվում է նաև ղեկավարի փորձառությունը, ղեկավարի գործունեությունը։ Երկրորդ կարևորագույն հանգամանքը, որի մասին ես ուզում եմ խոսել, նա որ Արգիշտի Մեխակյանը ամուր կանգնած է եղել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պաշտպանության դիրքերում, հատկապես պատերազմի եւ պատերազմին հաջորդող ծանր ժամանակաշրջանում։ Եվ ես ուզում եմ ասել, որ չնայած վաղարշապատի ընտրությունները համայնքային ընտրություններ են, բայց վաղարշապատի ընտրությունները նաև ինքնիշխանության ընտրություններ են լինելու, որովհետև այսօր մենք տեսնում ենք, որ Հայաստանի անցյալի ուրվականները Հայաստանի տարբեր համայնքներում իշխանություն բռնազավթելու միջոցով փորձում են հարվածներ հասցնել Հայաստանի ինքնիշխանությանը եւ բացառություն չէ նաեւ վաղարշապատը։ Պարոն Խուդացյանը խոսեց Գյումրիից, ես ուզում եմ 2 բառ ասել այդ մասին։ Ինչ արեցին Գյումրիում բերելով Վարդանիկին, հա? Սերժա Քոչարյանական շրջանակները Վարդանիկին բան արեցին, ասին մենք կապ չունենք Վարդանիկի հետ։ Ինչ կապ ունենք Վարդանիկի հետ։ Վարդանիկը Վարդանիկն է եւ այլն։ Եվ հետո ընտրություններից հետո կինդեր ձվիկի պես մեկ էլ հանկարծ պարզվեց, որ Սերժն ու Քոչյանը լավ են իրար հետ դաշնակցային ձևով Վարդանիկին բերեցին Գյումրիում իշխանության։ Եվ Գյումրին դարձրեցին խրամատ հարվածելու համար Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, որովհետև այդ նույն Վարդանիկը սկսեց հայտարարել, որ Հայաստանը պետքա դառնա միութենական պետության անդամ։ Սկսեց հետո բնականաբար ընդամենը ամիսներ անց Վարդանիկը բռնվեց կաշառակերության վրա։ Ռոբա սերժական շրջանակների, թեկնածուների դառը փորձը Գյումրիում ցույց է տալիս, դա անոնսն է։ Դա անոնսն է այն բանի, թե ինչ կլինի, եթե Հայաստանի Հանրապետության որևէ համայնքում հանկարծ ռոբա սերժական ուժերը ունենան իշխանություն։ Կլինի այն, որ նրանք կհարձակվեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության վրա, եւ կլինի այն, որ կսկսեն անել այն, ինչի համար իրենք ըստ էության ստեղծված են քաղաքականապես։ Այդ մարդիկ
տոհմիկ կաշառակերներ են, տոհմիկ բնածին, ազնվացեղ կաշառակերներ են, եւ պիտի թույլ չտանք, որ վաղար շաբաթում այդ ազնվացեղ կաշառակերները հանկարծ ու հանկարծ իշխանություն ունենան։ Պիտի թույլ չտանք, որ հանկարծ այդ շրջանակները վաղար շաբաթը դարձնեն հերթական խրամատը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության վրա կրակելու համար։ Եվ այդ կրակը ոչ թե փամփուշտներով, այլ քաղաքականապես կրակ է, որովհետև բոլոր այն ուժերը, որոնք այս կամ այն կերպ կապված են ռոբա-սերժական շրջանակների հետ, բոլոր այդ ուժերը միասին կռվի են դուրս եկել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ, փորձելով մատաղ անել մեր պետականությունը, փորձելով մատաղ անել այն խաղաղությունը, որը որ մենք իրար հետ բոլորով կառուցում ենք, եւ ես վստահ եմ, որ վաղաշաբաթի ընտրություններում դուք ձեր քվեարկությամբ ապացուցելու եք, որ կանգնած եք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պաշտպանության դիրքերում։ Այնպես որ ընտրելով քաղաքացիական պայմանագրին, ընտրելով Արգիշտի Մեխակյանին, դուք ընտրում ու պաշտպանում եք Հայաստանի Հանրապետության պետականությունը, ինքնիշխանությունը, դուք պաշտպանում եք վաղար շաբաթը, դուք պաշտպանում եք Հայաստանի Հանրապետությունը։ Այնպես որ քվեաթերթիկ համար, քվեաթերթիկ համար, շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։